քեզ բան, փաստորեն անկախ ինձանից դետեկտիվի մեջ ընկա։ Վիկա, կատակների ժամանակը չի։ Մանրամասն պատմի, թե ինչ են քեզ ասել։ Դե կներես էլ, ես քեզ ինֆորմացիա եմ տալի, դու էլի դժգոհ ես։ Շատ շնորհակալ եմ տված այդ ինֆորմացիայի համար, բայց ինձ պետք է ավելին իմանալ։ Դե ես շատ բան չգիտեմ, մենակ գիտեմ, որ ինչ-որ… Լավ, հիմա մանրամասն ասա, թե ով է այդ ծանոթը, իրան դիմողներն ովքեր են։ Մի քանի անուն ասա, որ իմանամ էլի։ Ես երեք չեմ ծնվել ու շատ լավ գիտեմ օրենքները, կանոնները, ոնց է, որը որից հետո է։ Այդ մարդը իմ համար շատ բան է արել։ Ես չեմ կարա օդից այդ մարդուն պատմության մեջ գցեմ։ Այդ մարդը պատմության մեջ չի ընկնի, հավատա։ Ու թեման իմ համար շատ կարևոր է, հասկացի։ Ասա այն անունները, որ քեզ փոխանցել են։ Լավ, թե այդ ծանոթի անունը չես ուզում ասես։ Թող քեզ ելնի։ Դու ինձ մենակ այն լակոտների անուն ասա, որ ինքը քեզ ասել է։ Դե ես իրանց մասին շատ բան չգիտեմ։ Ուղղակի քո մասին թեմա բացվեց ու… Ինչ գիտես, այն ասա։ Իմ համար ամեն մանրուքն է կարևոր Վիկա այս հարցում։ Դե ասեց ինչ-որ այդ ով որ պատվեր է տվել, հիմա իրանց հետ չի, դրա համար այդ տղեկը խառնվել են իրար, ինչ-որ մենակ են լրիվ մնացել։ Դրա համար վախենում են քեզանից։ Պատվեր է տվել։ Հա, տենց պատվեր են տվել։ Ճիշտն ասած մտածեցի ինչ-որ անկապ թեմա է, բայց քեզ նայելուց արդեն հասկանում եմ, որ բավականին լուրջ է։ Վիկա պատվեր տվողի անունը ասել է։ Դե նենց է, որ իրանք էլ չեն կարողանում գտնեն պատվեր տվողին, որովհետև ինչ-որ լավ մեջք ունի այդ մարդը։ Վիկա ինձ մեջքը չի հետաքրքրում, ու ես վստահ եմ, որ դու այդ անունը գիտես։ Քեզնից մենակ գնում է, որ ասես անունը։ Փաստորեն արդեն սկսել ես ինձ լավ ճանաչել։ Հա չեմ բողոքում։ Հիմա քեզնից մենակ եմ սպասում։ Եթե կարաս օգնես, օգնի։ Անպայման պետք է մի բան ասես, չէ՞։ Ավելի լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը։ Ասա պատվիրատուի անունը, Վիկա։ Լավ, հասկացա, անուն ես ուզում իմանաս։ Դե Սևակ էր ոնց որ։ Հենց Սևակն է, որ թողել է մենակ այդ լակոտներին ու վախենում է, որ կբռնես։ Լիլ, սպասի։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա, մինչև ինչ չլսես։ Հեռու մնա ճանապարհիցս։ Չեմ մնալու, պետք է լսես, Լիլիթ։ Ես լսելու բան չունեմ, նոյ, ինձ ոչ մի բան պետք չի բացատրել։ Ես քեզ չեմ բացատրում, ուղղակի ես գիտեմ, դու այն օրը ինձ մի հատ աղջիկա հետ ես տեսել մեր շենքի մոտ։ Այդ աղջիկը ուղղակի ծանոթ է ու երկար ժամանակ ստեղ չէր եղել։ Պատահական տեսա։ Պատահական տեսա, պատահական գրկեց ու ասաց, որ քեզ շատ է կարոտել, չէ։ Էլ մի սկսի, լավ։ Լավ, վերջացրու, ամեն ինչ պարզ է իմ համար, մի բացատրի։ Լիլիթ, ինչն է պարզ, եթե ոչ մի բան չկա պարզ լինելու համար։ Դու լուրջ տենց ես մտածում, թե ես ներկայացման շարունակությունն է։ Դու իմ անիմաց ենթադրություններ ես անում։ Ես իմ տեսածին եմ հավատում։ Բայց դու ինչ ես տեսել, որ մի հատ է դրան ես հավատում։ Չես հասկանում, էլ մի բացատրի, հերիք է։ Լիլիթ, այ հիմա ինձ է պարզ։ Քեզ ուղղակի պատճառ էր պետք, որ այս փուլում մեր հարաբերությունների ամեն ինչ սենց վերջանար։ Անիմաստ է, քո հետ լրիվ անիմաստ է։ Լիլիթ, ես քեզ խաբելու պատճառ չունեմ ընդհանրապես։ Հետ տարի ես ամեն ինչ քեզ կասեմ։ Դե արի ես աղջիկն բացատրի։ Սխալ բաները հասկացեմ, մի հատ գնացե ավելինած։ Ինչ մալա։ Սախսախալը։ Վիկա հաստատ անունը Սևակ էր։ Այդքան անջատվածի նման է։ Հա, Սևակ ասեց։ Ես քեզ մարդել եմ, արա։ Ինձ մենակ մնում է քեզ գտնել։ Հանգստացի ապեր։ Ես որ իմանայի դու սենց կխառնվես իրար, ես վաբշե չէի պատմի։ Դու չես պատկերացնում ինձ ինչքան աղքացիր։ Ուրիշ բան քեզնից պետք չի, մենակ այդ անունը հերիք էր։ Այդ բան պետք չի ապրես։ Սպասի ապեր, ուր ես գնում։ Մալադեց, Վիկա։
Սպասվածից ես դաժը ավելին դուրս եկավ։ Այ հիմա ապել դու իմ ձեռքերում ես։ Պարտք մնացիր վերջը ինձ։ Արդեն ես կորոշեմ ոնց կվճարես։ Ես չգիտեի, որ այսօր դուրս ես գրվել։ Ոնց ես։ Ասում եմ, լավ է, որ դու մեկանք, թե չէ սիրտս ընդեղ լավ չէր։ Հա, բայց կարծում եմ, որ մի 2 օր էլ պետք է մնայր։ Ամն ավելի, ով է տեսել գլխապտույտի համար մարդ հիվանդանոց պարկի։ Արամ, ես պետք է գայի հիվանդանոց։ Ուղղակի մամայի հետ միաժամանակ չենք կարող տանից դուրս գայի։ Ես գնացի մամ։ Մամա ինչի չէիք ասել, որ դուրս եք գրվում։ Որովհետև ես չգիտեի, այսօր եմ իմացել։ Ինչի, քո համար շատ անսպասելի էր։ Դուք ինձ հրեշի տեղ եք դրել, մամա։ Ես ուզում էի գայի Արամին տեսնել, ուղղակի պատրաստ չէիր տեսնել իրան ու իր աչքերի մեջ նայել, որովհետև վախենում ես քո արածներից։ Գիտես, ես ուղղակի սարսափում եմ, որ իմ երեխաները թշնամացել են, որովհետև ժամանակին տեսնելով ավագի ու իր եղբոր հարաբերությունները, ես վստահ էի, որ ես իմ երեխաներին ուրիշ ձև կդաստիարակեմ։ Բայց հիմա նույն բանը եղավ։ Ու դա ամենասարսափելին է։ Մտածի Լիկա, ես ուզում եմ, որ դու գոնե մի քիչ մտածես։ Պետք է ժամանակին կանգ առնել ու մտածել քո հաջորդ քայլերի մասին։ Մտածի Լիկա, ուղղակի խորհուրդ եմ տալիս, մտածի։ Արամ, ես եկել եմ, որ մենք խոսենք։ Լիկա, խանգարում ես։ Ես ուզում եմ, որ դու ինձ լսես։ Իսկ ես չեմ ուզում լսեմ քեզ։ Սխալ ես։ Սխալ։ Ու դու ես խոսում սխալից։ Արամ, ես հասկանում եմ, որ իմ արածը… Դու ոչ մի բան չես հասկանում։ Բայց դու չես էլ լսում, չես թողում, որ ես խոսամ, որ մի հատ էլ հասկանաս։ Որտեւ իմաստ չկա։ Ես մեկը քեզ չեմ հավատում։ Արամ, ես քո քույրն եմ, դու պետք է ինձ լսես։ Գնա էլի։ Ինչ որ նորահետ բարեկամների պատճառով դու քեզ սենց ես պահում։ Իմ հետ կռվում ես, իրանց ես պաշտպանում։ Իրանք ովքեր են քո կյանքում։ Այսքան ժամանակ որ կռվել ենք, դու ինձ չես հասկացել։ Ես էլ երևի քեզ։ Դու իմ աղբերն ես, իմ հոգին ես։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ու ես չեմ ուզում, որ ինչ-որ 2 հոգու պատճառով մենք իրար չհասկանանք, կռվենք, որոնցից մեկը ընդհանրապես կապ չունի մեր ընտանիքի հետ։ Տենում ես, որ ոչ մի բան չես հասկանում։ Ու չես էլ հասկանա։ Ախր քո խնդիրը հենց այդ է, որ քեզ ոչ մի բան չի փոխում, ինչ ուզում ա լինի, դու մեկան նույնն ես, դու էլի բան չես հասկանում։ Այդ Լիլիթը ինձ հասցրել է։ Ինձ էլ հասկացի, Արամ։ Քանի ինձ տիրապետում եմ, Լիկա, ես սենյակից դուրս գնա։ Դու չես հասկանում, ախր դու տեսել ես, դու չես տեսել ինքը ոնց է մի քանի անգամ փորձել ինձ դասարանցիների մոտ ինձ խայտարակի։ Լիկա, դուրս գնա։
ախպերս ինչ ա եղել, ինչի ես սենց խառը։ Լավ էլ հասկացար, որ մի բան են չի։ Դե հա, բա այս ժամին, որ եկի հասել ես, ուրեմն հաստատ մի բան եղել ա։ Ասա, լսում եմ։ Շատ արագ տեմպերով մի հատ մարդ գտնես։ Շատ արագ է դա։ Սկսեց էլի։ Հիմա ում ես ուզում դաստաս։ Այս անգամ դաշ չեմ տալու, է։ Այս անգամ կոնկրետ մորթելու է։ Հետ կար։ Ով ա։ Զորի Ռուբոյի աղբոր տղեն։ Սևակա ինչ հա։ Հա։ Ֆրազա պետք է դու։ Այն անգամվա տղեն փաստորեն բան չասեց, հա։ Այս անգամ կոնկրետ իմ հարցի հետ ա կապված։ Իրան պետք է գտնել։ Որտեղից ուզում ես։ Թեկուզ գետնի տակից պետք է գտնել է դա։ Հա, մի բան կանենք, բայց գիտես չէ, որ հորողբերն ա մեջքը։ Որով։ Ինձ բացարձակ չի ուզում ով ա իրա մեջքը։ Կողքը, տակը, որտեղ ուզում ալնի։ Թքած ունեմ Ձորի Ռուբոյի վրա էլ։ Իրա մեջքին կանգնած Լյուբոյ մեկի վրա էլ լսում ես։ Ինձ պետք է իրան գտնել։ Շուտ։ Աբել ոնց որ շատ վատ թեմա է, հա։ Դու լեչես են պատկերացնում ինչ լուրջ թեմա է։ Մաս-մաս կտրտելու եմ դրան, մաս-մաս։ Ինչ ա արել։ Արել անենց բան, որ չպետք է աներ։ Մի խոսքով լսի ինձ ուշադիր։ Պատի գնաս գտնես դրան, լսում ես։ Վզից բռնես բերես մոտս։ Հասկացար է դա։ Լավ էլ է։ Հա, բա ոնց։ Ես ձեր համար օտար եմ, Լիլիթն ու Աբելն են ձեր համար բարեկամ։ Ինչ հանում սխալ եմ դուրս գալիս։ Մենակ իրանք են ճիշտ չեմ հասկանում։ Ոչինչ, ես դրանց վրա ցույց կտամ։ Մի բան բերիր է դա։ Կա, բայց այդքան էլ լավ լուր չի։ Ինչ ուզում ալնի։ Ասա։ Տղեկը ասում են, որ այդ լակոտը լուրջ պատմությունների մեջ է։ Հորողբերն է քաղաքում չի, ինքն էլ թռած է։ Երկրում, հա։ Ոնց որ հա, բայց հաստատ միտեղ մտել է, որ չերևա։ Երևի արդեն գլխի անգել, թե իրան ինչ է սպասվում։ Ինչքան պետք է պահկված մնա։ Կգտնենք էլի։ Արա։ Ես քեզ մեկա գտնելու եմ։ Դու ես կյանքից հեռանալու ուրիշ ճանապարհ չունես։ Դու իմ ձեռով ես գնա։ Դե ասել են, որ ուշադիր լինեն։ Հենց մի բան, մի տեղից մի հատ ձեն լսեցինք, մի անգամից ինձ կասեն։ Հետո ապրես։ Ինձ ուրիշ ոչ մի բան պետք չի։ Մենակ քթի մնացածը ես կանեմ։ Մենակ ես կանեմ։ Քաշվեց ոբշե մեծ սևակը։ Ենքան մեղմ ես արտահայտվում։ Ասա, հալսում եմ ասա։ Ինչ։ Անունը Արթուր է, հա, երկիչ է, հետա, ուրեմ ինքն է, ապես աղբերես։ Պաստորեն գտել են, հա։ Այդ սևակին։ Չէ, ես ուրիշ բան է, հալը մի րոպե էլի է։ Ինձ հիմա մանրամասն ասա, որտեղ է հիմա ու ինչով է զբաղվում։
լիլի խառն ես։ Չէ, սա վերջացնում եմ։ Շատ ունես բայց։ Հետդ խոսալու բան ունեմ, որ վերջացնես արի մի քիչ զրուցենք։ Լավ։ Աստված իմ մենակ նորից նոյի թեման չլինի։ Ես արդեն ասել եմ։ Պետք չի նորից անդրադառնալ։ Չեմ ուզում։ Ինչ կա։ Ոչ մի վտանգավոր բան։ Լասա տեսնեմ ոնց ես, ոնց օրը տանցին։ Լավ։ Բայց հիմա քեզ եմ ուզում լսեմ։ Այն թեման, որով ուզում եմ զրուցեմ, միգուցե քո համար շատ սպասված է լինի։ Ու հանկարծ չմտածես, որ ես իմ խառը վիճակով քո խնդրանքները մոռանում եմ։ Չէ։ Ճիշտ է, ուշ եմ գալիս։ Նորմալ չենք շփվում, բայց հաստատ չեմ մոռանում այն ինչ որ դու ինձ խնդրել ես։ Ու հաստատ դրանով զբաղվում եմ։ Կմանրամասնես, ինչի մասին ես խոսում։ Հիշում ես, որ խնդրել էի մի մարդու գտնեմ։ Գտել ես։ Հա, բայց իրավիճակը քո դուրը հաստատ չի է։ Ես ուզում եմ տեսնեմ իրան։ Իդ միշտապ։ Ավել ես պետքա տեսնեմ իրան։ Լիլիթ, այդ մարդը չի, որին միգուցե դու քո մեջ պատկերացրել ես։ Ու չեմ ուզում, որ դու իր հետ հանդիպելու շոկ ապրես, որովհետև ինքը այն կարգավիճակում չի, որ դու իր հետ նորմալ մարդկային շփում ունենաս։ Չեմ հասկանում, բայց այդ ամենը կապ չունի, ես երկար ժամանակ ուզում էի տեսնել իրան։ Հենց որ իմացա, որ հայր ունեմ, ես մի անգամից ցանկություն առաջացավ իրան տեսնելու, հանդիպելու։ Ինքը քո համար այնքան հայր է, որքան իմ հայրը իմ համար։ Ավել դուք նորմալ ընտանիք եք եղել։ Դու ունեցել ես հայր, մայր, իսկ այդ մեծ բան է, հասկանում ես։ Չէ։ Ինչքան էլ իմ ու քո երակներով իրանց անունը ուզի։ Մենք իրանց հետ հարազատներ չենք։ Իմ հերն էլ անում սխալը գործել, ինչ որ քո հերն է գործել։ Բայց ես ձեր ընտանիքն եմ քանդել, հասկանում ես։ Ես չպետք է ծնված լինեի։ Չասես տենց բան, ինչքան էլ մաման սխալներ է գործել, ամեն դեպքում ինքը մերն է։ Մաման շատ մեղավոր է։ Շատ սխալներ է արել ու շատ անպատասխան հարցեր է թողել մեզ։ Ու այդ հարցերի պատասխանները կարծում ես, որ այդ մարդը քեզ պիտի տա։ Հա։ Ես երկար եմ պատկերացրել մեր հանդիպումը։ Բայց հիմա տեսակ վախենում եմ։ Բայց ես պատրաստ եմ, այդ կապ չունի, ես պատրաստ եմ իրան տեսնել։ Վերջի վերջո, ինչքան էլ ես ու դու խուսափենք այդ բառից, հայրս։ Ինչ ես սպասում իրանից, որ պիտի հանդիպման առաջին իսկ պահին հիշի քեզ, ընդունի, ոտքի կանգնի, գրկի։ Ինչ ես սպասում այդ մարդուց, մի մարդուց, ով ողջ կյանքի ընթացքում վայրկյան անգամ չի մտածել քեզ գտնել։ Կներես, որ ես կոպիտ եմ արտահայտվում, 1000 կներես լինի։ Բայց ինքը կարող է իսկի քո գոյության մասին չի իմանա։ Ես հասկանում եմ։ Բայց մեկը, ես պիտի տեսնեմ իրան, խնդրում եմ, ինձ տար իրան մոտ։ Լավ, վերջերիկա։ Իմ ասելիքն ես կավեր։ Մենք պիտի գնամ մի քիչ հանգստանամ, որտեվ տնից պիտի դուրս գամ։ Ապել դու ասում ես գտել ես այդ մարդուն ու ասում ես վերջ հերիքա։ Լիլիթ, ասել էի չէ, որ կգամ կասեմ։ Ասել էի չէ, որ կկիսվեմ հետդ։ Ասել էի, որ անկեղծ կլինեմ։ Այսքանը հերիքա։ Հետո կխոսենք սրա մասին։ Հետո երբ։ Երբ որ դրա ժամանակը գա, ես խոսանում եմ քեզ, որ դու կհանդիպես իրան։ Իսկ հիմա գնամ մի քիչ հանգստանամ, որտեղ պիտի գործերով դուրս գամ։ Ու քեզ մի բան եմ խնդրում։ Ուղղակի հանգիստ եղի։ Մի մտածի։
ամեն ինչ լավ է լինել։ Ես տեղ ոչ մեկին պետք չեմ։ Ուտենք։ Ոնց ես։ Լավ, դու։ Ոչինչ։ Արդեն դրել եմ ամեն ինչ, արի ուտենք։ Իր հիմա ախորժակ չունեմ։ Գործեր ունեմ, պիտի գնամ անեմ։ Գնամ դու էլ այդ ընթացքում կպատրաստվես դուրս կգանք իրար հետ։ Դուրս են գալու։ Հա, Լիլիթ, դուրս են գալու։ Իսկ ուր։ Կսպասես կգնամ կգամ, կասեմ։ Հա, բայց անսպասելի էր, չգիտեի, որ դուրս են գալու։ Դե դու ամեն դեպքում պատրաստելու ժամանակ ունես։ Չհասկացա։ Կգնանք կհասկանաս։ Մենակ էլ չեմ կարող, ավելի լավը զանգեմ նոնային, թե չէ չգիտեմ էլ ինչ կանեմ արդեն։ Հալիկ, Բարի լույս, լավ ես։ լավ դու։ Չգիտեմ, ուր ես։ Խանութներով։ Հա, զբաղված ես։ Դե չէ, եթե ավելի հետաքրքիր պլաններ ունես, կարանք հանդիպենք։ Չէ, ես ոչ հետաքրքիր պլաններ ունեմ, ոչ է տրամադրություն, հաստատ։ Ինչ ա եղել։ Բայց ինչ չի եղել։ Ուղղակի ուզում էի խոսայի քեզ հետ։ Անկապ թափառում էի փողոցներում, բայց եթե զբաղված ես, Լավ տեղը տասը գալիս եմ։ այգում եմ։ Հասկացա, լավ, գալիս եմ։ Բայց ուր ենք գնալու, ինչի չասեց։
Привет. Ինչ կա։ Դու ասա։ Ինչ ասեմ, քոնն է հետաքրքիր հələ պատմի։ Չգիտեմ որտեղից սկսեմ։ Էլի ինչ որ բան է եղել։ Ինչ պատմեմ, ինչ ասեմ, ամեն ինչ խառնվել է իրար, ես չգիտեմ ինչքան է շարունակվելու այս ամեն ինչը։ Ինչ նորից մամա, երեխեն, հա։ Ավելի վատ։ Ինչ ա եղել։ Արամներ հիվանդանոց։ Ինչի համար։ Այդ սևակը էլի իրա ձևերի մեջ էր, մարդերու պարկի աղբորս վրա։ Լուրջ ես ասում։ Ու գիտես ամենավատը որն է, որ ես չեմ կարողանում տուն մտնեմ։ Ամեն ինչի մեղավորը ես եմ։ Չեմ կարողանում աղբորս հետ խոսամ, մամայիս նայեմ, ամեն ինչում ինձ են մեղադրում։ Հիմա մի լացի, ինձ ասա Արամը ոնց է։ Ոնց պիտի լինի։ Եկելա հետս չի խոսում, բառ չի փոխանակում, պատկերացնում ես իմ վիճակը, ավելի լավ կռվեր, գոռար, մի բան ասեր։ Ոյ լիք լավ էլի։ Սենց որ խոսում ես ինձ նենց մեղավոր եմ զգում, ինձ թվում է ես եմ ամեն ինչ տենց արել, բայց ես չէի ուզում։ Հանգստացի։ Մեկը ինքը վաղ թե ուշ իմանալու էր։ Բայց ես ինչ անեմ, ինչ կասես։ Արամը իր տեղը հանգիստ չի նստի, ես գիտեմ։ Լիք, մի լացի էլի խնդրում եմ։ Մեր տանը ամեն ինչ խառնվել է իրար։ Ու ես գիտեմ երբվանից սկսեց մեր այս տան անհաջողությունները, երբ որ դրանք եկան մտան մեր կյանք, մեր ընտանիք։ Բարև ձեզ։ Բարև։ Չհետաքրքիր է։ Երբեք չէի մտածի, որ պատահական հանդիպումներն այսքան հաճելի կլինեն։ Լավ է։ Ինչ որ բան ես ասում, հա։ Հա, ինչի չլսեցիր։ Լեսի այդ քո բարբաջանքները արդեն կոկորտիս է կանգնել։ Դու ու ընկերուհիդ էլ իմ կոկորտին եք կանգնել։ Հիմա ուզածդ ինչ է։ Այդ ընկերուհիդ սուրբա ձևանում, տանից դուրս չի գալիս։ Ամենավատը գիտես որ նա ու ամենազզվելին, որ բոլորին հավատացրել է, որ ինքը սուրբ է։ Բայց այդ քո ինչ գործն է։ Հիմա էլ հո արձակուրդ է, մրցակից չունես։ Հիմա ինչ ես քեզ վատ զգում այդքան։ Ո՞վ էր իմ մրցակիցը։ Դու թե ընկերուհիդ։ Ոյ, քրչոտը այդ կները սխալվեցի։ Լիկա, ինչ վաղուց չէիր լսել այդ անունը, անսովոր էր։ Հաջողություն։ Լսի ուրեմն, կգնաս ընկերուհուդ կփոխանցես, որ Լիկան ոչ մի բան չի մոռացել։ Ու ժամանակը գա, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Ու թող հանկարծ չուրախանա իմ այսօրվա դժբախտություններով։ Հասկացար։ Թե ասա ես ինչ եմ կանգնել քո բարբաջանքները լսում։ Շատ ծիծաղելի ես, գիտես, չէ։ Այ հիմա իսկականից հաջողություն։ Լավ մնա, Լիկա ջան։ Կփոխանցես ինչ որ ասեցի։ Ապրես, բայց մի քիչ շատ էր։ Շատ էլի հարցակվեցի իր վրա ընտանի։ Շատ չէր, ինձ դա քիչ էր։ Լավ, արի քայլենք։ Արի քայլենք, բայց ես գիտեմ թե որ կողմը։ Ալո, աղա։ Լավ։ Շաբելավայչն եմ ներքևում սպասեմ։ Շունչս կկտրվի ստեղ։ Ինչի համար եկել եք սրանց շենք։ Ասում եմ,
ուզում եմ իր հետ խոսամ ու վատակ լսվում։ Լսի, դու իրան հիմա ոչ կարաս բան բացատրես, ոչ էլ կարաս իրան ինչ-որ բան հասկացնես, որովհետև դու նորմալ վիճակի մեջ չես։ Դու սուսում ես շոպեպը, ես իրան կասեմ։ Ահա տեսեք մեր սիրելի Լիլիթիկը։ Բարև։ Բան ունեմ ասելու, միգուցե սպասես մի րոպե։ Ոնց որ մեր շենքը շատ է դուրս եկել։ Հա, արած ես շենքի կյանք չունեմ։ Զգում եմ։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Իմ ձեր տուն գալը թյուրիմացություն էր։ Սխալ։ Ու հանկարծ չմտածես, որ ես քեզ ներել եմ։ Ուղղակի պահի ազդեցության տակ կատարված գործողություն, սխալ։ Դուք այդքան չկայիք, որ ես գայի ու ստորանայի ձեր առաջ։ Ասեմ, որ դու շարունակում ես ստորանալ, շփվելով իմ նվաստիս հետ։ Շատ սրամիտ ես, գիտես։ Դե ասա, ինչ ես ուզում։ Լսի, ուրեմն ես զզվում եմ քեզանից էլ, քո աղբորից էլ։ Հորս մահը ինձ շատ էր խեղճացրել, բայց դուք իմ աչքին երբեք բարձր չեք եղել, գիտես։ Ու ես թքած ունեմ քո աղբոր հերոսությունների վրա, թեկուզ որ ինքը ինձ փրկել է, իմ համար մեկը հասկանում ես, մեկը։ Դե մեկը ինչ ես անդադ, պատմություններ հնարում քո համար, խնդիրներ ու գալիս հասնում ստեղ։ Որովհետև անընդհատ իմ ճանապարհին ես կանգնում։ Կարծեմ դու ես հայտնվել հիմա իմ ճանապարհին ու խանգարում ես ինձ որ գնամ։ Ամեն ինչ կտայի, գիտես, որ այդ օրը պապան չգար ու չասեր, որ դուք մեր կյանքում կաք։ Այն մեր ընտանիքի դժբախտությունները սկսեցին հենց ձեր հայտնվելուց մեր կյանք։ Լսի Լիկա, ես շատ ափսոսում եմ, որ քո պապան մահացել է, բայց դու հիմա քեզ ճիշտ չես պահում, նոնա ջան, խնդրում եմ, ընկեր 8 տարի ստեղեցինք իրան վատ ազգում։ Դե որ այսքան պատիվ ես արել ու հասել ես մեր շենք։ Վերելակն եմ ոնց տեսնում շատ ես հավանել։ Վերելակը ձեզ, ես աստիճաններով կիչնեմ։ Ջոմոտ, ես էի ուզում։ Իսկ դու քեզ ընդհանրապես չես կարողանում կանոնես։ Այդ ինչ վիճակ էր։ Հերիք չեկել ես իրանց բակ, իրան վիրավորում ես, նեղացնում ես։ Լսի, ես չեմ հասկանում, դու քեզ չես կարողանում կառավարես։ Բա որ Աբելը գար, ինչ էիր անելու։ Կլինի դու ինձ հասկանաս, կլինի դու իմ դրության մեջ մտնես, դու էլ ես ինձ մեղադրում, դու էլ ինձ չես հասկանում։ Լիկա, ես քեզ շատ լավ հասկանում եմ, ասա իրանք հասկանան, որովհետև եկել ես այդ մարդու քրոջը նեղացնում ես, չի կարելի մարդու հանդեպ այդքան չարանալ ու տրամադրվել։ Առաջվա Լիկան սենց չէր։ Դու հասկանում ես, ես չեմ կարողանում իմ տուն մտնեմ, ես չեմ կարողանում իմ աղբոր հետ խոսամ, ես չեմ կարողանում իմ մամային նայեմ, դու հասկանում ես, ամեն ինչի մեղավոր իրանք է, ես չեմ կարողանում իմ տուն գնամ։ Մի հատ ուզում եմ հանգստանաս ու առաջվա պես ամեն ինչին սառը նայես։ Իրանք այդքան չկան, Լիկա, մի նեղվի այդքան ու հերիքը արդեն տրամադրվես։ Ես չեմ տրամադրվել, դու կտեսնես ես իր հետ ինչ եմ անելու։ Ինքը ոչ մեկը հասկանում ես, որ ես իր պատճառով այսօրը հայտնվեմ։ Մի հատ կվերջացնես, խնդրում եմ, ու քայլերդ մտածված կանես, որ նորից փորձությունների մեջով չանցնենք։ Դու ճիշտ ես, այս անգամ ես սառը ու ճիշտ քայլեր կանեմ։ Նենց մտածված, որ դու էլ կզարմանաս։ Ինչի ենք եկել ստեղ։ Ինք չամփերի էլի լի։ Ուղղակի եկել ենք Հյուսիսային պողոտալ քայլում ենք, չես ասելու։ Ինչի։ Մի քիչ էլ քայլենք, ինչ ա եղել։ Ես չեմ հավատում, որ մենք եկել ենք ստեղ քայլելու համար։ Եթե քայլելը դուրը չի գալի, հիմա ինչ-որ տեղ կնստենք։ Արի նստենք։ Արի, հենց տեղ էլ կնստենք։ Շատ էլ լավ տեղ է։ Աբելում ենք սպասում։ Կիմանաս շուտով։ Բան չեմ հասկանում։ Գել ենք Հյուսիսային պողոտալ ու նստել ենք։ Կասես ինչ ա կատարվում։
Լսի, եթե երեկվա հետ կապված ես, մի տեսակ, ես ուզում եմ ասեմ, որ ոչ մի բան չի փոխվել, ես մեկա ուզում եմ այդ մարդուն տեսնեմ, ինչքան էլ գիտեմ, որ մենք հիմա շփում չենք կարող ունենալ, հայր ու աղջիկ չենք կարող լինել, բայց մեկա հասկանում ես, ուզած չուզած հարազատ ենք, ես պիտի իմանամ մեկա ով է։ Մենք դեռ հնարավորություն ունենք, հենց հիմա վեր կենանք ստեղից ու գնանք տուն, ոչինչ չանենք, որովհետև այսօրվա որևէ բացահայտում քո սպասելիքները չի արդարացնելու, ու չես տեսնելու այն ինչ որ քեզ դուրեկան ա լինելու։ Աբել, մենք եկել ենք Հյուսիսային փողոտ, որ այդ մարդուն ցույց տաս։ Հա? Ես այդպես էլ գիտեի, որ երեկվա խոսակցությունից հետո ես դու մի տեսակ ու այսօրվա խորհրդավորություն տալ։ Խնդրում եմ, ես ուզում եմ տեսնել, ուրա, երբ ա գալու։ Իլարի ուղակի գնանք։ Աբել եկել ենք ստեղ, որ գնանք։ Ես ուզում եմ տեսնեմ իրան, մեր մեջ ոչ մի բան չի փոխվելու, մեկայի միակ հարազատը դու ես, ես իրանից ոչ մի բան չեմ սպասում։ Բայց ուզում եմ տեսնեմ, ես չգիտեմ, ինքը գիտի իմ մասին, թե չգիտի։ Լսի, այդ մարդը քո ողջ կյանքում գոյություն չի ունեցել։ Ինքը հիմա էլ գոյություն չունի։ Ու քո հետաքրքրությունը այդ մարդուն տեսնելու, իրան ճանաչելու հասկանում եմ։ Բայց իմ միակ վախն է, որ դրանից հետո դու ավելի լուրջ ապրումների մեջ ես լինելու։ Ես տես չեմ ուզում լինել։ Արի ուղղակի գնանք։ Չէ։ Չէ, ես մինչև իրան չտեսնեմ չեմ գնա։ Վստահ ես, որ ուզում ես տեսնես։ Հա։ Ու չես փոշմանելու իր համար լինից։ Բա ինչի համար ենք եկել ստեղ այդ դեպքում։ Կամ իզուր ենք այսքան վիճել այդ թեմայով, չէ, ես պիտի տեսնեմ։ Հենա։